Այսօրվա խելացի սարքը, որ ուզում ներկայացնել, խելացի ջրի փականի կառավարիչն է, որի օգնությամբ տանը չգտնվելով կարող ենք հեռվից կամ ձայնային օգնականի ասիստենտի օգնությամբ փակել կամ բացել տան ջուրը կամ բակում գտնվող ծաղիկները կամ խոտերը ջրող համակարգերի ջուրը փակել կամ բացել, մի խոսքով տնից կամ հեռվում գտնվող կառավարել ջրի, գազի կլապանները, մեխանիկական սարքի իր հետ ունի այսպիսի ձեռնարկ, հենց սարքը բլոկ պիտանյա և հարմարանքներ, որպեսզի այն ձգենք ջրի տրուբային և հարմարանք, որպեսզի այն կարողանա պտտել ջրի փականի բռնակը։ Այժմ ծանոթանանք սարքի միացմանը Smart Life կամ Tuya ծրագրերին, ծանոթանանք ինտերֆեյսի հետ, որից հետո այն կտեղադրենք և կօգտագործենք իրական կյանքում, կտեսնենք, թե ինչպես է այն աշխատում, այն կարող ենք նաև օգտագործել խելացի ջրի արտահոսքի սարքի հետ, երբ խելացի տունը հայտնաբերի, որ տանը կա ջրի արտահոսք, ավտոմատ կարող արդեն փակել տան ջուրը կամ կոնկրետ համապատասխան այդ վայրում գտնվող ջրի փականը։ Այժմ սարքը միացնենք և ավելացնենք խելացի տան համակարգի ծրագրին։ Այն ավելացնելու համար մի քանի վայրկյան սեղմում ենք և պահում ենք այս կնոպկան, երբ այն սկսում է թարթել, արդեն կարող ենք միացնել ծրագրերին։ Կարող ենք իհարկե այս սարքը կառավարել ձեռքով առանց ծրագրի, սեղմելով այս միացման կոճակը, մի դեպքում այն կփակի, մի դեպքում այն կբացի։ Հոսանքի բացակայության դեպքում, որպեսզի կարողանանք ջուրը փակենք, իհարկե այն այլևս չի շարժվի, ուղղակի ձգում ենք այս ձողը և հեշտությամբ արդեն ձեռով կարող ենք պտտել փականը։ Այսքանը մեխանիկական կառավարումից, այժմ անցնենք ծրագրայինին։ Սարքը Smart Life կամ Tuya ծրագրերին միացնելու համար միացնենք GPS-ը և Bluetooth-ը, որից հետո սեղմում ենք plus կոճակը և ավելացնել նոր սարք։ Սպասում ենք, մինչև սարքը ավտոմատ գտնի,
գտնելու դեպքում այն կարող ենք գտնել ահա այս բաժնից սեղմելով այստեղ, որտեղ կարող ենք ավելացնել մեր Wi-Fi-ի անունը և ծածկագիրը և ավելացնել ձեռքով։ Ավտոմատ գտնելու դեպքում սարքը ավտոմատ կհայտնվի այստեղ, որից հետո կսեղմենք վրան, կգրենք Wi-Fi-ի անունը և ծածկագիրը, կսեղմենք առաջ և կսպասենք մինչև սարքը հայտնվի ծրագրի մեջ։ Սարքը հաջողությամբ ավելացավ ծրագրի մեջ, այստեղից կարող ենք փոփոխել անունը կամ այն կարող ենք կատարել հետագայում։ Եվ այսպիսով սարքի ինտերֆեյսը Եվ այսպիսով արդեն կարող ենք հեռվից կառավարել այս սարքին, փակել կամ բացել ջրի կամ գազի փականը, կարող ենք այստեղից ժամանակ դնել, բացելուց հետո երբ ավտոմատ կամ միացնելուց հետո երբ ավտոմատ հետ փակվի, կարող ենք ավելացնել որ օրը միանա, որ օրը անջատվի, որ ժամին, դնենք ցիկլ, երբ ավտոմատ օրինակ առավոտյան միանա, ինչ-որ ժամ հետո ավտոմատ անջատվի և որ օրը դա կատարի։ Միացնելուց հետո որքան ժամանակ հետո այն ետ անջատվի։ Կարգավորումների մեջ մենք ունենք երբ լարումը կնագա, այսինքն երբ հոսանքը անջատվի և նորից միանա, ինչ վիճակում այն մնա, այսինքն երբ մենք անջատենք սարք կամ էլեկտրոցանցից հոսանքը գնա, սարքը անջատվի, նորից երբ հոսանքները միանա էլեկտրոցանցից, սարքը ինչ վիճակում մնա, այսինքն հիշի այն վերջի տվյալը, որը որ կար, այսինքն եթե բաց էր, թողի բաց, փակ էր, մնա փակ։ Եթե տեղադրենք այս բաժիններից որևիցե մեկ, օրինակ եթե դնենք փակի տակ, անջատածի տակ, ապա երբ մենք այն միացրած թողնենք, հոսանքները գնան, որից հետո երբ որոշ ժամանակ անց հոսանքները նորից գան, մենք սարքի մոտ չլինենք, ապա այն ավտոմատ ետ կփակի անկախ ամեն ինչից։ Եթե դնենք միացածի տակ, ապա եթե անջատած լինի սարքը, երբ հոսանքները գան, տանը չլինենք, մեր փոխարեն ավտոմատ սարքը կբացի փականը։ Բաց լինելու դեպքում իհարկե ոնց կա, այդպես էլ կթողի։ Այս դեպքում նա կհիշի վերջի տվյալը և նույն ձև կթողի ոնց որ կար, եթե անջատած էր կանջատի, եթե միացած էր, ապա նորից հետ կմիացնի։ Մի խոսքով հիշում է վերջի տվյալները։ Այստեղ կարգավորում ենք վրայի ինդիկատորը, այն լինի միշտ անջատված, միանալու ժամանակ միացած, անջատելու ժամանակ անջատված ինդիկատորը,
եւ նույնը հակառակ անջատված ժամանակ ինդիկատորը վառվի, միացած ժամանակ ինդիկատորը չվառվի։ Այսքանը սարքի ինտերֆեյսի մասին, մնացած արդեն տեղադրենք տրուբայի վրա եւ փորձարկենք իրական կյանքում, թե ինչպես այն աշխատում։ Կարող իհարկե օգտագործել սցենարներ, միանալու դեպքում իր հետ նաև ինչեր միացնի, մի խոսքով խելացի տան համակարգին միացնելուց հետո կարելի է տարբեր ձև այն կառավարել։ Եվ այսպիսով տեղադրեցինք համակարգը, այն այսպես ձգվում է տրուբայի վրա, իմ մոտ մի փոքր անհարմար է ձգվել վինտիլից ելնելով, մի խոսքով այստեղ ձգվում է այսպես խամուտով, իսկ այստեղ այս ձողերը շարժել են վինտիլին։ Այժմ փորձարկենք ահա, ջուրը փակեց, և բացեց։ Սա մեխանիկական տարբերակով, ձեռքով, այսինքն կառավարելու տարբերակներ, նույնը կարող ենք արդեն կատարել ծրագրային միջամտության օգնությամբ։ Այստեղ տեղադրված է ջրի փական, խելացի, որը կարող ենք արդեն կառավարել սարքի օգնությամբ, այժմ կպատրաստենք ու գրենք սցենար, երբ սարքը տեսնի, որ կա ջրի արտահոսք, թող փակի կլապանը։ Մեր մոտ այստեղ կա մի փոքր ջրի արտահոսք, սպասենք մինչև սարքը հասկանա, որ կա արտահոսք, այն ավտոմատ փակեց ջուրը։ Նույն կերպ մենք կարող ենք կառավարել սարքը ծրագրի օգնությամբ։ Փակել և բացել տան ջուրը կամ այգու ծաղիկների կամ ծառերի ջրելու փականը հեռվից առանց տանը գտնվելու։ Վերջ այսքանը խելացի կլապանի կառավարման սարքի մասին։